Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պահեստազորը եւ վարժական հավաքները առանցքային դեր ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման գործում, հայտարարել է Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով այդ նպատակով ձևավորվել է տարածքային պաշտպանության եւ տեղական ինքնապաշտպանության մշտական համակարգ, որը կոչված է պատրաստել պահեստազորին։ Նախարարը նշել է, որ 25-օրյա վարժական հավաքները նախատեսված են արդյունավետ վերապատրաստման համար եւ կոչ է արել քաղաքացիներին խիստ պատասխանատվությամբ մոտենալ դրանց։ Եվրամիության խորհուրդը ֆորմալ հաստատել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ փաթեթի տրամադրումը։ Քաղաքական համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ դեկտեմբերին։ Հայաստանը երկրորդ անգամ է ստանում այս աջակցությունը։ Առաջինը 10 միլիոն եվրոն տրամադրվել էր 2024-ի հուլիսին զինված ուժերում կարողությունների եւ խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Հայաստանի արագացված մերձեցումը Եվրամիության հետ կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային ինտեգրացիոն գործընթացների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի եվրոպական հարցերի վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը։ Նա ընդգծել է, որ միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ԵՄ-ին անհնար է, սակայն Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը տնտեսական եւ սոցիալական զարգացման նպատակներով։ Ռոբերտ Ամստերդամը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական եւ քաղաքական միջամտությանը, Հայաստանի Ածառաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։ Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով, հատկապես հոգեվորականների կարգապահական հարցերում, կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից եւ եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։ Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չի կարողանում ներբեռնել կամ ակտիվացնել Արմետ համակարգը կամ չունի սմարթֆոն։ Առողջապահության նախարար Ավանեսյան ազգային ժողովում պարզաբանել է, որ քաղաքացիները կարող են դիմել իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիայի բժշկին եւ այնտեղ պրոցեսը կկատարվի նրա փոխարեն։ Բժիշկը համակարգում կհայտնաբերի քաղաքացու տվյալները եւ կսեղմի համաձայնության կոճակը, ապահովելով, որ քաղաքացին ընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Հայաստանում ցածր է Նիպա վիրուսով հարուցված հիվանդության տարածման ռիսկը, այս մասին հայտնել են հիվանդությունների վերահսկման կենտրոնից։ Վարակի հիմնական աղբյուրը չղջիկներն ու խոզերն են։ Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալայզիայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-ից 14 օր։ Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով՝ անախտանիշ, սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանիշներով, տարբեր նյարդաբանական խանգարումներով։ Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում միրգը օգտագործելուց առաջ լավ լվանալ, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ, օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք, խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից, կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ։ 2025 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 7569 վերահսկողական միջոցառում, որի արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում։ Առավել հաճախ արձանագրված խախտումները ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի եղել են ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի իրացումը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը։ Հաճախ խախտվել են պահման պայմանները, անձնական հիգիենայի եւ սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաեւ աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննությունների պարտականությունը։ Բացակայել են նաեւ անվտանգությունը հաստատող փաստաթղթերը։ Բացի այդ, Հայաստանի տարածքում 2025-ին եղել է 31000 տոննա մսի մորթ։ Նոր կարգավորումների շրջանակում գրեթե 8 տոննա միս է արգրավվել ու ոչնչացվել։ Անդրադառնալով սննդային գործոնով պայմանավորված թունավորումներին, Պետրոսյանը նշել է, հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում։ Սննդային թունավորումները մեր գլխավոր մտահոգություններից մեկն է։ 2025 թվականին արձանագրվել է 21 թունավորման դեպք։ Տուժել է 64 մարդ, հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմանոցներից մեկում, թունավորվել է 12 մարդ, մնացած բոլոր տեղերում թունավորումները եղել են 1-2 հոգի։
Ոսկու եւ նավթի համաշխարհային գները շարունակաբար աճում են։ 1 գրամ 999.9 ոսկին կամ չերվոնի գինը տատանվում է 163-ից 166 դոլարի շրջանակում։ 585 հարգը $105 է վաճառվում։ Թանկարժեք մետաղների գների բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաեւ հեղուկ վառելիքի գինը։ Brent տեսակի նավթի գինը աճել է 4.3%, սեպտեմբերից ի վեր առաջին անգամ կարճ ժամանակով հատելով 1 բարելի համար $70 սահմանը։ Տնտեսագետ վերլուծաբանները շուկայում տեղի ունեցող այդ վայրիվերումները բացատրում են հիմնականում քաղաքական անորոշությամբ։ Գների բարձրացմանը ըստ որոշ տեղական եւ արտերկրի փորձագետների նպաստել է նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը ԱՄՆ Իրան լարվածությամբ պայմանավորված։ Մի մասով մերձավոր արևելք, այսինքն հենց տարածաշրջանում եղած քաղաքական ռիսկերն են մի կողմից ազդում նավթի գների կամ դրանցած տնտեսական առաջարկի կողմից ներկայացվող գների բարձրացման վրա, բայց մյուս կողմից համաշխարհային տնտեսական աճն է դրդում, այսինքն պահանջարկի կողմից էլ հնարավոր են լինեն որոշակի պատճառներ նավթի սպառողների կողմից, որը բերում է նավթի պահանջարկի մեծացման եւ նաեւ գների աճի։ Բայց հիմնական այս պահին կարելի ասել, որ գերակշռողը առաջարկի կողմից եղած փոփոխություններն են։ Փետրվարի 15-ից կգործի 112 միասնական հեռախոսահամարը, որը հնարավորություն կտա մեկ զանգով ապահովել թե ոստիկանության, թե փրկարար ծառայության օպերատիվ արձագանքը։ 112-ը կնպաստի արձագանքման ժամանակի նվազեցմանը, բացառելով ծառայությունների հետ առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը եւ բարձրացնելով օգնության կազմակերպման արդյունավետությունը։ Գեոապի հարցման համաձայն քաղաքացիների միայն 14.8%-ն է դրական գնահատում ոստիկանների աշխատանքը։ Հարցվածների կարծիքով Երևանի հիմնական խնդիրներն են օդի աղտոտվածությունը եւ խցանումները։ Միաժամանակ Հայաստանում 2025 թվականին տնտեսական ակտիվությունն աճել է 91%-ով, առավել բարձր ցուցանիշներ գրանցելով շինարարության եւ ծառայությունների ոլորտներում։ Միջերկրական ծովի շրջանից եկող ցիկլոնը վաղը երեկոյան կմոտենա Հայաստանին եւ երկրում կպահպանվի մինչեւ փետրվարի 4-ը։ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, իսկ տաք օդային հոսանքների ազդեցությամբ վաղվանից մինչեւ փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 8 աստիճանով։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ նախագահ Թրամփը ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով, որ դեպի Իրան ուղևորված ռազմանավերը շատ ավելի մեծ են, քան Վենեսուելա ուղարկվածները։ Վերջին օրերին ես բանակցություններ եմ ունեցել Իրանի հետ եւ պլանավորում եմ շարունակել դրանք։ Մենք այժմ շատ մեծ հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են դեպի Իրան։ Հիանալի կլիներ, եթե դրանք չօգտագործեինք։ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար։ Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները հերախոսով քննարկել են Իրանի շուրջ լարված իրավիճակը։ Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ աճող լարվածությունը մտահոգիչ է եւ շեշտել է, որ խնդիրները պետք է լուծվեն միայն երկխոսության եւ դիվանագիտական ճանապարհով։ Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը Իրանի կամ այլ երկրների դեմ ռազմական գործողությունների համար։ Վլադիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար նախորդ բոլոր փորձերն ավարտվել են նրանով, որ ցանկացած հրադադար անմիջապես օգտագործվել է Կիևին նոր զենք մատակարարելու եւ Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել խուսափելու կառավարության շատդաունից մինչև սեպտեմբեր, ֆինանսավորելով դաշնային գործակալությունների մեծ մասը, բացառությամբ ներքին անվտանգության նախարարության եւ առողջապահության ազգային ծառայության, որոնք կշարունակեն ֆինանսավորվել առանձին պայմաններով։ Ամերիկայում ուժեղ ձնաբքի զոհերի թիվը հասել է 85-ի, նահանգային իշխանությունների տվյալներով փոթորիկը մարդկային կյանքերը խլել տարբեր շրջաններում։ Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Թենեսիի, Միսիսիպիի եւ Լուիզիանայի հարավային նահանգներում, որոնք հազվադեպ են հանդիպում նման ծանր ձմեռային պայմանների։ Այս նահանգների բնակիչները պատրաստ չէին ծայրահեղ եղանակային պայմաններին։ Իշխանությունները շարունակում են հաշվել զոհերի թիվը եւ մաքրել փոթորկի հետևանքները։ Այս հունվարը Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Մոսկվա քաղաքում, վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է։ Ռուսաստանի մայրաքաղաքում ձյան շերտի հաստությունը արդեն հասել է 58 սանտիմետրի։
Արտակարգ իրավիճակ Իռլանդիայում չանդրափոթորկի հետևանքով փողոցները վերածվել են ջրանցքների, տասնյակ տներ եւ մեքենաներ անցել են ջրի տակ։ Արտակարգ դրություն է հայտարարել Լա Պամպա նահանգում եւ Պատագոնիայի 3 շրջաններում անտառային հրդեհները արդեն մի քանի շաբաթ էին շարունակվում են Արգենտինայի հարավում։ Լա Պամպայում հրդեհն արդեն ընդգրկել է ավելի քան 168,000 հեկտար։ Հրդեհների գոտում են հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված ազգային պարկը։ Որքան հեշտ է Հայաստանում բիզնեսով զբաղվելը։ Բիզնես ստեղծելը բառացիորեն րոպեներ է տևում։ Օնլայն տարբերակով հենց այդքան է անհրաժեշտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ անհատ ձեռներեց գրանցելու համար։ Իսկ դրանից հետո բայց հետո գործունեություն ծավալելը, հատկապես եթե դա արտադրություն է, որը կապված է մի շարք խնդիրների հետ, մատակարարում, տարբեր ծառայություններ, դե հետո իրացում այդ ամեն ինչը, ապա դա մի շարք խնդիրների հետ է կապված։ Ըստ Համաշխարհային բանկի կազմած տվյալների Հայաստանը 2025-ին աշխարհում զբաղեցրել է 37-րդ տեղը, փոխարենը հարևան Վրաստանը հայտնվել է 4-րդ տեղում։ Հարց է առաջ գալիս, ինչ են կարողանում անել վրացիները եւ ինչ չի ստացվում մեզ մոտ։ Մասնագետները բացատրում են, որ այստեղ կարևորագույն գործոնը հարկային վարչարարությունն է։ Հաշվետվությունների նոր ձևեր են սահմանում, նոր կարգավորներ, որը բիզնեսի կյանքը բարդացնում է։ Թղթի վրա ամեն ինչ շատ լավ է, բայց մարդիկ պրակտիկ խնդիրների հանդիպում են գետնի վրա, հենց մտնում են բիզնես աշխարհ, նշում են մասնագետները, իսկ խնդիրների մեծ մասը կապված են խճճված ու բարդ օրենսդրության հետ, ինչը օրինակ բացակայում է Վրաստանում։ Բացառության բառը գրված կարծեմ հարկային օրենսգրքի մեջ, այսինքն մարդը, որպեսզի տիրապետի այս հարկային օրենսդրությամբ այդ բոլոր բացառություններին, պետք է այս կողմից գնում է այն հոդված, այն հոդվածից այն հոդված, իրանց հարկային օրենսգրքի անգամներով ծավալը փոքր է, քան մերը։ Վրացիները հնարավորինս պարզեցրել են իրենց հարկային վարչարարությունը, այնպես որ բիզնեսի համար այն առավելագույնս հարմար է։ Բացի այդ, չնայած Վրաստանում բանկային համակարգի մասնակիցների թիվը նվազ է, բիզնեսին առաջարկվող ֆինանսական գործիքներն ավելի բազմազան են։ Ֆինանսական հասանելիության խնդիրը իրանց մոտ ավելի հեշտ է։ Մեր մոտ բանկերը շատ ներողություն, բայց Լոմբարդից էականորեն չեն տարբերվում։ Բիզնես անելու դյուրին լինել չլինելը միջազգային նորմերով նաև պայմանավորված է ենթակառուցվածքների հասանելիությամբ, ասենք, քանի օրում կկարողանաս արտադրամաս ջուր հասցնել։ Ենթակառուցվածքներից պետք է օգտվի, եթե արտադրությունն ինչ որ ջրի հոսք պետք է լինի, էլեկտրաէներգիա է հարկավոր, գազ է հարկավոր, ու պարզվում է, որ գազի մատակարարը այդտեղ համապատասխան ինչ որ կետ չունի, որպեսզի քեզ գազ մատակարարի, էլեկտրաէներգիայի մատակարարը համապատասխան կարողություններ չունի, ջրի մատակարարը չունի կարողություններ։ Խնդիրն այն է, որ տնտեսության զարգացման համար չկա այլ տարբերակ, քան բիզնես միջավայրի բարելավումը, այսինքն մի կողմից հրապարակվում է տնտեսական նոր դոկտրին, որի առանցքում բիզնես կարողությունների զարգացումն ու արտահանումն է, մյուս կողմից նույն միջազգային կառույցների գնահատականով փաստորեն բիզնես անելը Հայաստանում կոպիտ ասած շարունակում է լինել գլխացավանք։ Նույնիսկ այստեղից արդեն ջրի ձայնը լսվում է ոնց է։ Մայրաքաղաքի Արտաշիսյան 57 կոտորակ 12 շենքում մեկ ամիս է խմելու ջուրը նկուղ է լցվում։ Խողովակն է վնասվել, մի կողմից ջուրն է անիմաստ կորում, մյուս կողմից շենքի հիմքերն են խարխլվում։ Խմելու ջուրի խողովակը տեսնում եք ամբողջությամբ ժանգոտած է, ինչի հետևանքով էլ խմելու ջուրը այսպես ինչքան ժամանակ կորում է, ոչ ոք եմ որ ասում տիրություն անող չկա։ Ու սկսվել է բյուրոկրատական քաշքշուկը, Վեոլիա ջրից պատասխանել են, որ դա Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի կամ էլ համատիրության գործն է։ Իրենք անելիք չունեն, իսկ քաղաքապետարանից բնակիչներին ուղարկել են Շենգավիթի թաղապետարան, ու այսպես մեկ ամիս։ Բայց բնակիչները նշում էին նաև, որ այնքան են զանգել քաղաքապետարանի թեժգից, Շենգավիթի թաղապետարան, բայց սա էլ տեղից չի շարժվել։ Միայն որ ասում են բյուրոկրատական քաշքշուկ, թղթեր, թղթաբանություն, գրություններ են այստեղ այնտեղ ուղարկում,
Անգամ փորձել են բնակիչներով վերանորոգել խողովակը, սակայն չի ստացվել, որովհետև ջրի հոսքը չեն կարողանում դադարեցնել, որ աշխատանք կատարեն։ Քաղաքացիներն անելանելի վիճակում են հայտնվել, կոչ են անում քաղաքային իշխանությանը լուծել այս հարցը։ Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց մտնելու համար ուսուցչական անձնակազմը աշակերտները, նրանց ծնողները պետք է հակագազով լինեն։ Մի քանի 100 մետր այն կողմ հակասանիտարական վիճակ է։ Երկար ժամանակ է, որ այս տարածքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Էլ չենք ասում, որ հոտը անգամ զգացվում է մի քանի 100 մետրից։ Հես, նույն վիճակն է, էլի։ Մետր ու կես էլ իջնում է, չէ՞։ Դպրոցի հարևանությամբ բնակվող 9 հարկանի մի քանի շենքերի բնակիչների խոսքով երկար տարիներ է, որ այս խնդիրը կա։ Կոյուղատարերն են մաշվել, կեղտաջրերն են լցվում են շենքերի նկուղներ թուլացնելով դրանց հիմքերը։ Այսօր ինչ են ասում։ Ազնակելի, կերնի քանի հայտը գրանցածա գտան կանենք, եւ կանենք կանենք։ Լարիսը ներկա դզդզում են թողմեն այդ։ Քաղաքապետարանն են գնացել։ Ինչ են ասել։ Քաղաքապետարան մարդ ուղարկեցի, ճիշտ ասած, մեքենան եկա, բացեցին։ Ընդամենը 5 օր տևեց։ 5 օր հետո նույն էս վիճակը։ Բայց հիմա էսի ահավոր վիճակը է, գարշա։ Բա հենց ստեղ է, բա ներսը չես կան։ Ծայրացած բնակիչները Վեոլիա ջուր ընկերության եւ Հրազդանի քաղաքապետարանի ուշադրությունն են հրավիրում։ Գործնական քայլեր չլինելու դեպքում վստահեցնում են դիմելու են կտրուկ քայլերի, ընդհուպ բողոքի ակցիաներն իրականացնելու։